Արդեն առավել քան 3 տարի է անցել այն օրից, երբ Ռուսաստանը իր պատերազմը սկսեց Ուկրաինայի դեմ, եւ կարծես թե դեռ նշան չկա, թե երբ է ավարտվելու այն։ Եթե այս պատերազմը գլոբալ կոնտեքստի մեջ դիտարկենք, կտեսնենք, որ Ռուսաստանը ուզում է վերականգնել իր կայսրության տարածքները եւ կրկին իր ազդեցությունը ունենալ Արևելյան Եվրոպայի վրա։ Այս պատերազմը իրականում կապված է 2020 թվականի 44-օրյա Դավադիր պատերազմի հետ, քանի որ այն եւս ռուսական նվաճողական քաղաքականությունից բխեց։ Ռուս-ուկրաինական պատերազմը թվում է, թե Ռուսաստանի հակադրությունն է ուղղված Արևմուտքին, բայց պատմությունը մեզ բազմիցս ցույց է տվել, որ մեծ պատերազմներում Ռուսաստանը ու Արևմուտքը ոչ թե թշնամիներ կամ նույնիսկ հակառակորդներ են եղել, այլ դաշնակիցներ, ինչպես օրինակ նապոլեոնական պատերազմների եւ երկու աշխարհամարտերի ժամանակ։ Կարծես թե այս երկու հակադիր կայսրությունները միմյանց դեմ պայքարում են հարաբերական խաղաղության ժամանակ, բայց երբ հայտնվում է մի ազգային ուժ, երկուսը միանում են իրար ընդդեմ այդ ուժի։ Դրա համար պետք է շատ զգույշ լինենք եւ միայն մակերեսորեն չնայենք այս պատերազմին։ Հազար տեսակ դավադրության տեսություններ կան այս պատերազմի մասին, ինչպես օրինակ, որ այս պատերազմը պայմանավորված է գլոբալիստական ուժերի կողմից, որպեսզի այդ երկու պետությունները իրար կոտորեն եւ ինչ-որ մի նոր խազարական պետություն կերտեն Ուկրաինայի տարածքի մի մասից եւ նման այլ բաներ։ Սա չեմ կարող ասել ճիշտ է, ոչ էլ կարող եմ ասել սխալ է, քանի որ ոչ մի հստակ փաստեր չունենք այս թեզը ապացուցելու համար։ Ամեն դեպքում ակնհայտ է, որ նման պատերազմները միշտ շահավետ են եղել բանկերներին եւ զենքի բարոններին, եւ գուցե սա է գլխավոր պատճառներից մեկը, թե ինչու է պատերազմը այսքան երկար շարունակվում։ Այնուամենայնիվ, պետք է մեր դիրքորոշումը կազմենք կոնկրետ փաստերի հիման վրա, որպեսզի լրիվ չշեղվենք օբյեկտիվ իրականությունից եւ տրվենք միայն սուբյեկտիվ կարծիքներին։